Երեկ Տիգրանի ծնողները հայացքները երկինք պարզած ու սրտներում հույս կրելով բարձրացել էին Սուրբ Հովհաննես եկեղեցի, ծնկաչոք, բառացիորեն ծնկաչոք հասել էին եկեղեցու դռանը, նրանք ասում են այս եկեղեցին հայտնի է ցանկությունների կատարմամբ հատկապես մայրական աղոթքների, և մայրը հոգնած, բայց անսահման ուժով լցված արցունքներն էր սրբում դեմքից ու շշնջում. «Տեր Աստված, ետ բեր որդուս, միակս է, սրտիս կտորն է, ես ոչինչ չեմ ուզում աշխարհից, միայն նրա ձայնը նորից լսեմ, եթե իմ մեղքն է ինձ ներիր, բայց երեխայիս չտանես, գիշերն իմ աչքը չի փակվում, Տեր, Տիգրանս քնած էր, հիմա չգիտեմ որտեղ է, դու կարող ես ամեն ինչ ետ բերել, ոչ մի մայր չպիտի ապրի այսպիսի վախով, երեխայիս մատը տաք պահիր, ձեռքը բռնիր, եթե մենակ է, եթե սառ է տաքացրու, եթե մութ է շուրջը, լույս տուր, բայց տուր նրան ինձ ետ, ես դեռ խոսք ունեմ նրան ասելու»։ Շշուկներ, որոնք լցված էին մրմունջի ու լռության մեջ թաքնված աղաղակով, նրա աղոթքը լսելիս նույնիսկ քարն էր հալչում։ Սուրբ Հովհաննեսի պատերի մեջ փակվեց մի սուրբ հույս, որ Տիգրանը Աստծո կամքով կվերադառնա։ Երեկ Տիգրանի ծնողները Սուրբ Հովհաննեսի ճանապարհին ոչ թե պարզապես քայլում էին, այլ կրում իրենց ցավը ծանր ու անտանելի։ Մարդիկ, ովքեր հանդիպում էին նրանց, չեն մոռանա այդ պահերը, նրանք ասում են, ամբողջ ճանապարհին ծնկաչոք էին գնում։ Բազմաթիվ անցորդներ ճանաչում էին նրանց ոչ թե ըստ անունի, այլ ցավի, մոտենում էին, գրկում, լուռ կանգնում կողքին, մի խոսքով, մի հայացքով փորձում ուժ տալ։ Բայց կար մի բան, որ աչք չէր կարելի շրջանցել։ Տիգրանի հայրը համրացած էր, ձայնը խլացած էր ցավից, մայրն արցունքների մեջ էր, նա կրկնում էր նույն խոսքերը. «Տիգրան, ետ արի»։ Հանդիպածներից մեկը նույնիսկ պատմել է, նրանց տեսնելը սարսափելի էր, նույնիսկ խոսել չէի կարողանում։ Հայրը մի պահ նայեց աչքերիս մեջ ու ասաց, որտեղ փնտրեմ էլ, ասա, որտեղ գնամ։ Այդ պահին ես հասկացա, դա մարդ չէր, դա հուսահատությունն էր խոսում։ Այդ մարդկանց մեջ լույսը մարում է, բայց հույսը դեռ ապրում է Աստծո միջոցով։ Սուրբ Հովհաննեսի դռան առջև ծնկի եկած այս հայրն ու մայրը միայն մի բան էին խնդրում՝ իրենց որդուն։ Եկեղեցու մուտքի մոտ մի կին, ով նույնպես եկեղեցի էր այցելել, նկատել էր Տիգրանի մայրիկին։ Նա ասում է. «Ես ուզում էի մոտենալ, բայց կարծես մի բան ներսումս ասաց՝ մի խանգարիր նրան»։ Նա Աստծո հետ էր խոսում, ոչ մեկի ձայնը չէր լսում։ Նրա շրթունքները դանդաղ շարժվում էին, ու նա մի բառ կրկնում էր անընդհատ. «Տիգրանս, Տիգրանս»։ Երբ մարդիկ դուրս էին գալիս եկեղեցուց, Տիգրանի հայրը նստած էր կողքին քարացած, ձեռքը խաչած ծնկներին, նա չէր խոսում, չէր շարժվում։ Միակ կենդանությունը մայրն էր, ում ամեն շշունջ հուսահատության ու հավատքի խառնուրդ էր։ Մարդիկ, ովքեր երեկ ներկա էին այդ ամենին, պատմում էին, որ դա սովորական աղոթք չէր, դա մի բանի փրկության վերջին ճիգն էր։ Բոլորը լուռ հեռացան եկեղեցուց, ոչ ոք չէր ուզում խաթարել այս ցավոտ լռությունը։ Տիգրանի ծնողները չեն դադարում հավատալ, նույնիսկ երբ աշխարհը լռում է։ Նրանց հույսը դեռ աղոթքի մեջ է, նրանց վերջին խոսքը դեռ Տիգրանի անունով է ավարտվում։ Մայրական սերը հավերժ աղոթք է առ Աստված։ Երբ լեզուն այլևս անզոր է, երբ սիրտը խեղդվում է ցավի մեջ, մնում է միայն աղոթքը, մաքուր, անկեղծ, շշուկի պես հնչող խոսքը, որ ուղիղ վեր բարձրանում է երկինք։ Տիգրանի մայրն հենց այդպիսի աղոթք էր հղում ծնկաչոք բարձրանալով Սուրբ Հովհաննես եկեղեցու աստիճաններով։ Ամեն մի քայլի հետ նրա սիրտը բաբախում էր որդու անունով, ամեն մի շնչի մեջ աղոթք կար, հույս ու տառապանք։ Նա խոսում էր Աստծո հետ, ինչպես միայն մայրը կարող է խոսել։ Նրա ձայնը չէին լսում ոչ ոք, բայց նրա աղոթքը զգում էին բոլորը։ Մայրական այդ շշուկներում կար հիշողություն Տիգրանի առաջին ժպիտը, առաջին քայլը, այն գիշերները, երբ ինքն էր արթուն մնում, միայն թե որդին հանգիստ քնի։ Այդ ամենն էր փոխանցվում աղոթքի միջով։ Եվ երբ մարդիկ ճանապարհին ճանաչում էին Տիգրանի ծնողներին, ոչ ոք լուռ չէր անցնում։ Նրանց մեջ կար համախմբվածություն, կար սրտացավություն, իսկական, մարդկային։ Մեկը մոտենում էր ձեռքը սեղմելու, մյուսը գրկելու, երրորդը պարզապես լուռ նայելու ցավով լի աչքերին, եւ բոլորը զգում էին. սա սովորական մի կորուստ չէ, սա մոր աղոթքն է, որն արդեն դուրս է եկել անձնականի սահմաններից եւ դարձել բոլորինս։ Երեխաների պաշտպանության ցանցը գրել է. «Մենք այս դժվարին պահին ընտանիքի կողքին ենք։
Երեխաների պաշտպանության ցանցը ուշադրությամբ և խորը ցավով հետևում է Մարմարիկ գյուղի 2 տարեկան Տիգրանի անհետացման մասին լուրերին։ Այս ծանր պահին մեր սրտերն ու մտքերը նրա ընտանիքի, հարազատների և համայնքի հետ են։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր փրկարարներին, կամավորներին և համայնքի անդամներին, որոնք անշահախնդիր և անմնացորդ ներգրավված են որոնողական աշխատանքներում։ Նրանց նվիրվածությունն ու միասնական ջանքերն այս օրերին իսկապես անգնահատելի են։ Որպես երեխաների պաշտպանությամբ զբաղվող կոալիցիա հորդորում ենք զերծ մնալ ենթադրություններից և տարածել միայն պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունները։ Այս պահին ամենակարևորը երեխայի հայտնաբերմանն ուղղված ջանքերի համախմբումն է, ինչպես նաև ապրումակցումն ընտանիքին։ Խնդրում ենք հարգել նրանց անձնական տարածքը և հնարավորինս զերծ մնալ հուզական նոր ցնցումներից։ Մենք հավատում ենք, որ այս իրավիճակը շուտով կբացահայտվի և պատրաստ ենք մասնակցել բաց ու կառուցողական երկխոսության ուղղված երեխաների անվտանգության ամրապնդմանը և նման ողբերգությունների կանխարգելմանը։ Որպես երեխաների պաշտպանությամբ զբաղվող 50 կազմակերպությունների միավորում մենք կանգնած ենք ընտանիքի և որոնող խմբերի կողքին և անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք տրամադրել մասնագիտական աջակցություն։